Եվրոպա անվան առաջին հիշատակմանը հանդիպում ենք հին հունական դիցաբանության մեջ։ Աստվածների և մարդկանց հայր Զևսը ցրլի կերպարանք առած առևանգում է Փյունիկեցի գեղեցկուհի Եվրոպային և նրան Լիբանանից տանում է Կրետե կղզի։ Եվրոպա փյունիկերեն նաև նշանակում էր արևամուտ։ Այստեղից էլ հին Հունաստանում Եվրոպան ասոցացվել է արևմուտքի հետ։ Որպես կարևոր քաղաքական գաղափար Եվրոպան վերածնվում է մեր թվարկության 8-րդ դարից, կրելով այն կարևոր ասոցիացիաներից շատերը, որոնք առաջանում են մեր մեջ, երբ խոսում ենք եվրոպական լինելու մասին։ Հարավից և արևելքից դեպի Եվրոպա իսլամի առաջխաղացմամբ պայմանավորված Եվրոպան սկսեցին ասոցացնել այդ կրոնի նկատմամբ դիմադրության հետ։ Մավրերի դեմ պայքարող ֆրանկների բանակը համարում էին եվրոպական բանակ։ Եվրոպան ասոցացնում էին նաև Կարլոս Մեծի օրոք տարածվող բարքերի հետ։ 9-րդ դարում ֆրանկների կայսրությունը ընդգրկում էր այսօրվա արևմտյան Եվրոպայի տարածքն ամբողջությամբ, իսկ Կարլոս Մեծն իրեն համարում էր Եվրոպայի հայր և փորձում էր կայացնել մի քաղաքական համակարգ, որը խարսխված կլիներ վարչաքաղաքական կենտրոնների միջև հաղորդակցության ու հարաբերությունների վրա։ Այս հիմքով սկսեցին զարգանալ ընդհանուր տնտեսական գործելակարգեր, մի օրինականացված հաշվապահական չափանիշներ, գների վերահսկողություն և արժույթ։ Վերջապես Կարլոս Մեծը փորձում էր ձևավորել ընդհանուր քրիստոնեական մշակույթ, ինչը ենթադրում էր քրիստոնեական բարոյականության արմատավորում, եկեղեցիների կառուցում, քրիստոնեության դոգմաների միասնական մեկնություններ։ Այդուհանդերձ, միայն 12-րդ դարից սկսած է Եվրոպան համարվում մի տարածք, որը բնակեցրած ժողովուրդների կենսակերպ ընդհանրական է։ Այդ կենսակերպի առանցքում քրիստոնեական մարդասիրությունն էր, հիմքում ունենալով Հայր Աստծուն, որի Հիսուս որդին հանդիսանում էր Աստծո մարդկային մարմնավորումը։ Ի լրումն սրա Եվրոպան սկսեցին ասոցացնել նաև յուրատիպ քաղաքական տնտեսության հետ, որի էական բնութագրիչը գյուղական առևտուրն էր։ Գյուղաքաղաքները հետզհետե դարձան տեղական տնտեսության կենտրոններ։ Այդ կենտրոնների միջև առևտուրն սկսեց ծաղկել Եվրոպայով մեկ, այնպես, որ 15-րդ դարից սկսած առևտուրը զարգացավ, մի կողմից հարավում գտնվող իտալական, իսկ մյուս կողմից հյուսիսում գտնվող ֆլանդրիական նավահանգիստների միջև։ Առաջատար դերում վաճառական դասներ։ Եվրոպական այս տարածաշրջանի վերջին բնութագրիչը քրիստոնյա չհանդիսացող անձանց հետապնդումներն էին։ Նրանք, որոնց վարքը հարված էր քրիստոնեության հիմնարար արժեքներին, որպիսիք էին հերետիկոսները կամ միասեռականները, ևս հալածվում էին։ Հալածվում էին նաև նրանք, որոնց համարում էին սոցիալապես անպտուղ, օրինակ բորոտները։ 16-րդ և 17-րդ դարերի զարգացումները կանխորոշեցին եվրոպական գաղափարի հետագա էվոլյուցիան։ Ազգ պետությունների առաջացումով իշխանությունն անցավ կենտրոնացված բյուրոկրատիայի ձեռքը, ինչի արդյունքում ներքին կարգուկանոնի ապահովումը, հարկային և արտաքին քաղաքականությունները դարձան նրա բացառիկ մենաշնորհը։ Արդյունքում Եվրոպան սկսեց ասոցացվել այդ պետությունների միջև բարիդրացիական հարաբերություններ համակարգողի հետ։ Խաղաղության նպատակի նվաճման, խաղը գոյակցելու մասին այս ասոցացումները հանգեցրին նրան, որ Եվրոպան սկսեց նույնականացվել մարդկային ընդհանրությունների հետ։ Եվրոպան հետևաբար դարձավ մարդասիրության, գիտության և առաջընթացի մասին։ Եվրոպայի ընկալման վերջին բնութագրիչը ձևավորեցին 19-րդ և 20-րդ դարերում ազգ պետությունների ներսում եղած քաղաքական կոնֆլիկտները։ Այս կոնֆլիկտները թողեցին մի այնպիսի ժառանգություն, որի արդյունքում Եվրոպան ստացավ այլ ասոցացումներ։ Փիլիսոփաներ Ժակ Դերիդայի ու Յուրգեն Հաբերմասի համար եվրոպական գաղափարը հակասական վերաբերմունք էր արտահայտում շուկայի և առաջընթացի, ինչպես նաև սոցիալական արդարության և մարդու իրավունքների նկատմամբ։ Այդուհանդերձ նրանք էլ կարծում էին, որ եվրոպական գաղափարի նման մեկնությունները հեշտորեն անտեսում են Եվրոպայի անհանդուրժողականության, գաղութատիրության, ստրկության և ռասիզմի պատմությունը։ Նրանց պնդմամբ այդ երևույթները նույնպես նպաստել են եվրոպական մտքի և կենսակերպի ձևավորմանը և մասն են կազմում նրա, թե ինչի մասին է Եվրոպան։ Եվ հենց այս երևույթներն են ձևավորել այսօրվա Եվրոպայի տնտեսական զարգացվածության համատեքստն ու ազատական գաղափարները,
Ուստի Եվրոպայի իր մասին ունեցած պատկերացումը որպես ժողովրդավարության եւ ազատականության համընդհանուր իդեալների բնօրանի ձևավորվել է մի ժամանակամիջոցում, երբ Եվրոպան իրեն համարել է աշխարհ, իսկ աշխարհի մնացած մասը դատարկ տեղ, որը պետք է հայտնագործել ու գաղութացնել։ Այս աշխարհընկալմամբ Եվրոպան ոչ միայն նստած էր տիեզերքի կենտրոնում, այլև որոշում էր, թե ինչն է տիեզերքը։